Ինչպես պարզ եւ արագ ստեղծել QR կոդ, մուտք են գործում ցանկացած սարքից ցանկացած բրաուզեր։ Իմ դեպքում դա Google-ն է, պոիսկում գրում եմ հետևյալը։ Ահա։ Եվ գրում ենք հետևյալը ու մտնում ենք առաջին իսկ հղումով։ Ահա, սա մեր մենյուն է, որտեղ մենք ստեղծելու ենք մեր QR կոդը։ Առաջնահերթ ամենակարևոր բանը, այս հղման փոխարեն դուք պետք է դնեք ձեր հղումը, որը որ ուզում եք QR կոդը սկանավորելուց բացի։ Հիմա ես սա ջնջեցի, ես օրինակի համար կդնեմ իմ ալիքի հղումը, կընտրեմ թեկուզ լավ, թող լինի Telegram-յան ալիքի հղումը։ Ահա, կարող է, բայց այստեղից էլ copy անել, լավ եկեք հենց այսպես էլ անեմ։ Վերջ, այսքան բան դրեցի, ուրեմն ինչի համար է պատասխանատու այս կոճակը, եթե այն միացնեք, ճիշտ է ձեզնից պրեմիում կուզի հավանաբար, դուք կարողանալու եք նայել, թե քանի հոգի է անցել ձեր QR կոդով ու ընդհանրապես վիճակագրությունը ձեր QR կոդի, բայց ես չեմ խորհուրդ տալիս, որ դուք օգտվեք այս տարբերակից, որովհետև եթե դուք օգտվեք այս տարբերակից, կհայտնվի միջանկյալ հղում, որը կբերի այս կայք, հետո նոր կտանի ձեր հղումով ու դա խնդիր է, այսինքն եթե օգտատերը սկանանի QR-ը բերելու է այս կայք, հետո այս կայքից նոր տանելու է ձեր ուզած կայքը, իմ դեպքում YouTube, ու եթե հանկարծ այս կայքի հետ մի բան լինի, օրինակ փակվի, ձեր QR կոդը կփչանա, ինչը պետք չի, հենց որ պահում ենք սա անջատած։ Հետո կարող ենք ընտրել դիզայնը, գույնը, նայեք օրինակ կարող եմ դնել կարմիր։ Ահա, ինչպես տեսնում եք դարձավ կարմիր։ Կարող եմ երկու գույն իրար խառնել, փոխել տեղերով, կարող եմ նաև հետևի ֆոնը նրա փոխել, օրինակ, բայց հիմա ինձ դա պետք չի, ես պարզապես սա կթողնեմ սև, իսկ սա կդարձնեմ սպիտակ։ Ահա, շարունակում ենք, այստեղ կարող ենք որևէ նկար, լոգո դնել մեր QR կոդի մեջտեղի հատվածում, ես կընտրեմ ստեղից օրինակ YouTube-ինը, ինչպես տեսնում եք այն հայտնվեց, կարող եմ նաև սեղմել այս կոճակին, որպեսզի այսպես YouTube-ի իկոնկան առանձնանա, մի հատ էլ նայեք ինչ փոխվեց, ահա, բայց չեմ սեղմի, ինձ դուր չի գալիս, հենց ավելի լավ այն կարծիքով, հետո կարող ենք դիզայնը փոխել, ահա, սա սեղմելիս, ինչպես տեսնում եք այս գծիկների դիզայնն է փոխվում, և կարող ենք այս կողքերի, կողմերի, քառակուսիների դիզայներն էլ փոխել։ Կարճ ասած փոխում եք այնպես, ինչպես ձեզ դուր է գալիս։ Հետո ամենակարևոր կետերից մեկը, ընտրում ենք չափսը մեր QR կոդի, եթե մեծ եք տպելու, օրինակ, դրեք մաքսիմալ մեծ, եթե փոքր է պետք, կարող եք փոքր դնել պիքսելների քանակը, կախված է նրանից, թե ինչ չափսի է լինելու ձեր QR կոդը։ Ես կդնեմ մաքսիմալ որակը, կսեղմեմ create և կքաշեմ։ Սպասում ենք։ Ահա, QR կոդը պատրաստ է։ Եվ եթե հիմա դուք փորձեք այն սկանավորել, հիմա ես էլ փորձեմ հեռախոսով։ Ահա, նա տանում է YouTube, իմ YouTube-յան ալիքը։ Վերջ այսքան բան, շնորհակալություն տեսանյութը դիտելու համար, կիսվեք տեսանյութով ընկերների հետ, հաջողություն։